Պետք չի կապել այս երկու գործընթացները կամ դրվագները իրար հետ։ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի ձևաչափը եւ քաղաքականությունը հայտարարվել է, մենք դրա մասին արդեն որոշ ժամանակ առաջ հայտարարել ենք, ինչպես դուք նշեցիք, եւ չենք խոչընդոտում որոշումներ, չենք մասնակցում, այլ չենք խոչընդոտում որոշումների փաստաթղթերի ընդունմանը։ Իսկ այս համաձայնագիրը ես չէի կապի որևէ կերպ այլ ինչ-որ գործողությունների հետ Հայաստանի դիվանագիտական կամ քաղաքական։ Կամ սակայն եթե չեք խոչընդոտում փաստաթղթերի այսպես ստորագրմանը, ընդունմանը եւ հայտարարում եք, որ սառեցնում է Հայաստանի մասնակցությունը այս ամենին, ի՞նչն է խանգարում դուրս գալ, որ ոչ մի բան Հայաստանը այս կառույցում չի ուզում անել, չի խանգարում, չի օգնում, չի մասնակցում։ Ո՞րն է պատճառը, որ դեռ հապկում եք մենք։ Այս փուլում մեր քաղաքականությունն այդպիսին է։ Ես հավելում չէի անի դրա մասին, այսինքն հայտարարված քաղաքականություն այն ինչ որ նշեցի։ Պատճառ կա մնալու, ուզում եք հասկանալ, պատճառը ո՞ր է, որ դեռ հապաղում եք, մնում եք։ Այդ քաղաքականությունը հանրությանը չի բացահայտում, ո՞րն է պատճառը։ Եթե հավելյալ դիրքորոշումներ կամ քայլեր լինեն, մենք դրա մասին կտեղեկացնենք, բայց այս փուլում այսպիսին է քաղաքականությունը։ Մտավախություն կա, որ ռուսների հետ հարաբերությունները կարող է ավելի լավեն, դրա համար եք այսպես ոչ այստեղ եք, ոչ այնտեղ եք։ Այսինքն Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունը շահերի հիման վրա, ըստ իրավիճակի, ըստ ձևավորվող իրավիճակի եւ հայտարարվել է Հայաստանի եւ դիվերսիֆիկացման քաղաքականության մասին եւ բալանսավորման եւ բալանսավորելու քաղաքականության մասին ըստ այդպիսի կոնկրետ իրավիճակի Հայաստանը կատարում է ընդունում է որոշումներ եւ եթե հավելյալ տեղեկատվություն ունի կտեղեկացնենք այս փուլում որ դուրս գա ՀԱՊԿ-ից եւ այդ հարցը արդյոք քննարկվել է Հայաստանը որ դուրս գա ՀԱՊԿ-ից։ Այսպիսի հարց այս փուլում արտաքին գործերի նախարարության օրակարգում մեր առջև այդպիսի խնդիր դեռ չի դրվել։ Եթե լինեն այդպիսի զարգացումներ, կիմանաք բնականաբար։ Պարոն փոխնախարար, խնդրում եմ ասեք, ինչ փուլում է խաղաղության գործընթացը։